Ով Աստուծո մեծության ու իմաստության և գիտության խորունգությունը, ինչպես անքննելի են իր դատաստանները ու անզննելի են իր ճամփաները, վասնզի ով գիտցավ Տերոջը միտքը, կամ ով անոր խորհրդագից եղավ, կամ ով նախապես անոր բան մտվավ, որ փոխարենը իրեն դրվի, վասնզի ամեն բաները անգե ու անով և անոր համար են, իրեն փառք Հավիտյանս ամեն։ Եկեք միասնաբար ոտքի վրա երգենք երգ թիվ 640։ Երգ թիվ 640 այս երգին 4 համարներն ալ երգենք։ Մինչ ոտքի վրա ենք, փոխադարձաբար գարտանք 30-րդ փոխասած ընթերցումը։ Փոխասած ընթերցում 33։ Ճշմարիտ կսեմ ձեզի, եթե մարդը նորեն չծնանի, չգրնար Աստուծո թագավորությունը տեսնել։ Ինչպես Մովսես անապատին մեջ օծը բարձրացուց, այնպես պետք է որ որդին մարդու բարձրանա, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։
Վասնզի Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որբեսի աշխարհը թադե, հապա որբեսի աշխարհ անով փրկվի։ Իսկ արդ դատաբարդություն չկա Քրիստոս Հիսուսով եղողներուն, որոնք մարմնավոր գերբով չեն վարվիր։ Եթե կուպերնովդ Հիսուսը դեր խոստովանիս ու քու սրդիդ մեջ հավատաս թե Աստված զանիգա մերելներեն հարուցանեց, պիտի փրկվիս։ Եվ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվավ, ու այս կյանքը անոր որդուին մեջ է։ Հիմա եկեք վիճապանինք գսեդերը, եթե ծեր մեղքերը գրկնագի գարմիրի պես են, ծյունի պես պիտի ջերմկնան, և եթե որդան գարմիրի նման են, Աստծի պես ջերմակ պիտի ելան։ Ամեն։ Աղոթենք։ Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր Հայր, որ այս արդու անգամ ևս արիթ ունենք քու դունդ գալու, քեզի օրհնելու, քեզի պարապանելու, կոհապանելու ով դեր։ Շնորհակալություն լալու, շնորհակալ լալու քեզ մե, որ մեզի կյանք կուտաս, որ մեզի քու շնորհքներդ, փարիքներդ և բարգևներդ կուտաս։ Այստեղի մեջ հավաքված ենք, այն ակնկալությամբ որդուն մեզի գայցելես, խոսքդ կուտաս և գնորոքես մեզի։ Այս պաշտամունքը կհանձնենք քեզի, կաղոթենք, որ քու առաջնորդությունդ մեզի հետ լա, քու ներկայությունդ մեզի հետ լա։ Հիսուսի անունով կաղոթենք։ Ամեն։ Մինչ նստած ենք, եկեք միասին երգենք 508-րդ երգը, երգ թիվ 508-ը։ Փորձանքներու մեջ անհամար և փուշերու մեջ սրածայր, խորհուրդ մանուշ կանցնի մտքես, թե տուն զիսկը հիշես, տուն դեր զիսկը հիշես, տուն դեր զիսկը հիշես, ալ ինչ վախնամ երբ մոդես ինձ, և դեր զիսկը հիշես, կյանքի հոգեր կուքան ուշքին, մտակնելու դգար հոգին, կրնամանոնց կուրց պարզել ես, միշտ ուն զիսկը հիշես, դեր զիսկը հիշես, տուն դեր զիսկը հիշես, ալ ինչ վախնամ երբ մոդես ինձ, և դեր զիսկը հիշես, տոմութան մեր կան ու երտան, դժվար կամ հարդ ըլա ճամփան, հոգ չէ ըներ վստահեմ ես, որ տուն զիսկը հիշես, տուն դեր զիսկը հիշես, ալ ինչ վախնամ երբ մոդես ինձ, և դեր զիսկը հիշես։ Բարի լույս սեր բոլորին, բարի եկացեք Աստծո տունը, միասին հավաքված ենք այստեղ, զինք բաշխելու, իր անունը փառավորելու, շնորհակալություն հայտնելու իրեն մեր կյանքին համար և այն բոլոր բարիքներուն համար,
որ Տերը կշնորհե մեզի, եւ մենք ամեն օր գաբրինք այդ բոլոր բարիքները, օրհնյալ լա իր սուրբ եւ բադվական անունը։ Սուրբ ծննդյան դոնախմբություն։ Փառք կտանք Աստուծո, որ մեզի արիթը շնորհեց հավաքվելու եւ միասին դոնախմբելու մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը, որ տեղի ունեցավ շաբաթ 10 հունվար 2026-ի երեկոյան ժամը 6-ը սկսյալ եկեղեցվույս Արոյան սրահին մեջ։ Երեկոն անցավ դողմիկ ընտանեկան մթնոլորտի մեջ, ուր 125-ի ավելի ներկաներ վայելեցին հաջերի ժամեր, ջող հայդակրիմը ընդմեջեն, որը սկսավ բացման խոսքով ու կոհապանական աղոթքով։ Համատամ ընտրիկեն ետք շարունակվեցավ կնահատական խոսքովը, ապա Աստվածաշունչի ընթերցումով։ Սուրբ ծննդյան խանդավառ երգերը ստեղծեցին հաճելի մթնոլորտը, ուր ներկաներ միապերան երգեցին ընկերակցությամբ նվագող ու երգող երաժիշտներուն։ Մանուկներու խանդավառությունը հասավ իր կակատնագետին, երբ Կաղանդ Պապուկը այցելեց ուզանազան նվերներով զիրենք ուրախացուց։ Ապա հագիրճ ծննդյան խորհրդածութենը ետք մոմավարությամբ երկվեցավ լուր քիշեր սուրբ քիշեր ավանդական երգը, որ մե ետք եկեղեցվույս հովիվը իր կաչարական խոսքով ու օրհնության աղոթքով փագեց երեկոն։ Խորին շնորհակալություն այն բոլոր ծառայողներուն, որոնք թե հայտնի եւ թե անհայտ կերպով իրենց մասնակցությունը բերին սույն ծրագիրը հաջողությամբ բսակելու։ Դերը վարձահատույց ըլլա բոլորին։ Նաեւ շնորհակալություն կուզենք հայտնել այն բոլոր նվիրատուներուն, որոնք իրենց ցերկը գերգարեն եկեղեցին աջակցելու զանազան բաժարներով եւ արիտներով։ Դարձյալ դերը վարձահատույց ըլլա բոլորին։ Աստուծո խոսքեն պիտի կարդամ Մատթեոս ավետարանի 19-րդ գլխուն 16-ն 25 համարները։ Ավետարան ըստ Մատթեոս 19 16-ն 25 համարները։ Մեկը մոտենալով ըսավ անոր. «Բարի վարդապետ, ինչ բարի գործ կործեմ, որպեսզի հավիտենական կյանքը ընդունիմ»։ Անիկա ըսավ անոր. «Ինչու զիս բարի կանվանես, մեկեն զատ բարի չկա, որ է Աստված։ Եթե գուզես հավիտենական կյանքը մտնել, բադվիրանքները բահե»։ Բադանին հարցուց, որոնք։ Հիսուս ըսավ. «Ասոնք, ըսպանություն մի ըներ, շնություն մի ըներ, քողություն մի ըներ, սուտ վկայություն մի ըներ, քու հայրդ ու մայրդ բադվե, եւ քու ընկերդ քու անցիդ պես սիրե»։ Բադանին ըսավ. «Ադոնք ամենքը մանկութենես ի վեր բահեր եմ, ալ ինչ բան կբաքսի»։ Հիսուս ըսավ. «Եթե գուզես գադարյալ ըլլալ, քնա, ունեցածդ ձախե, դուր աղքատներուն ու երկինքը քանց պիտի ունենաս, եւ եկուր իմ ետևես»։ Երբ Բադանին այս խոսքը լսեց, դրդմած քնաց, վասնզի շատ ստացվածք ուներ։ Այն ադեն Հիսուս ըսավ աշակերտներուն. «Ճշմարիտ կսեմ ձեզի, թե հարուստը դժվարավ պիտի մտնե երկնքի թագավորությունը։ Դարձյալ կսեմ ձեզի, թյուրին է, որ ուղդը ասեղին ձագեն անցնի, քան թե հարուստը Աստուծո թագավորությունը մտնե»։ Աշակերտները երբ լսեցին, շատ զարմացան ու ըսին. «Ուրեմն ով գրնա բրգվիլ»։ Տեր օրհնե իր սուրբ խոսքին ընթերցումը։ Ամեն։
Դարձյալ գողջունենք ձեզ Քրիստոսի բադվական անունով եւ բարի քալուստ մաղթենք ձեզ ամեն մեկուն, որ եկած եք դերունական այս օրհնյալ առավոտյան մեծ Աստված վաշտելու, մեր երկերը փարսացնելու, ներոջ խոսքը լսելու եւ անոր փառք տալու։ Ասիկա նոր դարվա երկրորդ գիրագին է։ Մենք գիրագիները չենք հաշվեր, սակայն այդպես հանդիպեցավ, որ հայկական ծնունդի առաջին ուրեմն տոնակատարությունը, որ չգրցանք եկեղեցու մեջ պաշտել, կատարել, սակայն ամսուն դասին այս եղած տոնակատարությունը թե նոր դարի եւ թե ծնունդի առիթով մեզ համար մեծ ուրախություն էր միասնապար հավաքվելու։ Անշուշտ է հաջորդ օրը ամիջապես ժողովրդին դարձյալ նույն թիվով ներկա ալալը ակնկալել քիչ ավելորդ կլա, սակայն դարձյալ դերոջը դան մասին, որքան որ կարելի է կարևորություն տալ եւ ներկա ալալը շատ մեծ օրհնություն կբերե, անոնք որոնք ներկա գրսան ալալ այսօր մեծապես կքննադենք եւ դերոջ փառք կտանք։ Օրհնյալ ամեն մեկը, որ դերոջը դունը գուկա, քանի որ անիգա աղոթքի դուն է, մեր ամփոփվելու, գետրոնանալու եւ դերոջը խոսքը լսելու եւ կործացրելու ժամանակն է։ Փարիլուց ծեր բոլորին։ Հիմա աղոթքի ժամանակ տանք եւ փառք տանք անոր կատարած բոլոր շնորհներուն համար։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր, որ մեզի հանդեպ մեծ սեր ունենալով, արժեք տալով ով դերթուն աշխարհ եկար եւ մեզի պես անարժանները արժեքավորեցիր։ Քու բատվական ճշմարիտ խոսքերովդ, ծառայությունովդ, խոնարհությունովդ, նույնիսկ քու անցդ զոհելովդ, որ չափ փառք տանք քիչ է, որ չափ ուրախանանք քիչ է, այնքան մեծ էր այդ մեծ զոհողությունը, որ մեր հասկանալը դժվար է, սակայն ով դեր օր ըստորե դու մեզի գայցերես, գահայտնես, մեր կյանքի դժվարություններեն, փորձություններեն անցած ադենից դու մեզի գխոսիս եւ գհասկացնես, որ որքան մեծ է քու սերդ եւ շնորհքդ մեզի հանդեպ։ Ասիկա գիտակցելով, ով դեր մենք քու արչեւդ անգամ եւս կխոնարհենք այս առավոտ։ Նոր դարին երկրորդ գիրագին որ կմտնենք, մեզի շնորհե, որով դեր ավելի քեզի նվիրված, ավելի խոնարհած կարենանք ապրիլ, թե մեր դուներում մեջ, թե դու դանդ մեջ, ինչպես նաև մեր շրջանակի մեջ։ Օրհնե մեզ ամեն մեկս, որպեսզի քու սերդ եւ շնորհքդ մեր միտքը ունենալով, այն բարձր եւ սքանչելի դեսլագանը մեր մտքերում մեջ ունենալով կարենանք ապրիլ եւ քեզի փառք բերել։ Այնադեն տուն մեզ ալավելի պիտի օրհնես։ Քեզի կբերենք ով դեր այսօրվան պատգամաբեր ծառատ, ինչպես նաև այն խոսքը, որ կարդացվեցավ, մեզի ով դեր տուն առաջնորդ է, որպեսզի այն խոսքերուն ճշմարտության համեմատ կարենանք մենք ալ քեզի մեր անձերը նվիրել եւ մանավանդ ով դեր նկատի ունենալ այն անձերը, անոնք, որոնք ով դեր մեր օգնության գարոտ են, գարենանք ով դեր անոնց հասնել քու գամքիդ համեմատ, որպեսզի երբ կուրախանանք, ոչ թե ուրախանանք մենք մեզի համար, հաբա գարոդյալը ուրախացնելու ուրախությունով ուրախանանք, որպեսզի իրապես թուն փառավորվիս, քանի որ թունալ նույնպես ըրիրով դեր, օրհնե մեզ ամեն մեկ այս ուղությամբ հետ եղիր նաև մեր այն ծառայող անձերը քու դանդ մեջը զորացնես, օրհնես եւ հավատքով
սիրով եւ հույսով լեցնես։ Քեզի կփերենք նաեւ ով դեր մեր սքավորները, առանցին եղողները եւ գարոդյալ հիվանդ եղողները, որբեսի դու օրհնյալ ցերկերդ, բազուկներդ անոնց վրա տնես, Սուրբ Հոգիով իրենք այցելես ով դեր եւ զորացնես, որբեսի քու գամքդ անոնց մեջը կորզատրվի, քու հաշներդ կարենան տեսնել ու փառավորեն քո անունդ։ Փառքուդանգով դեր, որ մեզի հետ եղար, ինչպես նաև մեր բոլոր ասքին հետ, որբեսի մենք կարենանք քու անունդ գրել, թե հոս, թե ըսպյուրքի մեջ, ինչպես նաև հայրենիքի մեջ, եւ այն քու զավակներդ, որոնք ով դեր գդարաբին միջին արևելքի մեջ, նեղություններով եւ վայրակ գերբով վարվող թշնամիներու գողմե, դու խնայես սիրենք, պաշտպանես սիրենք ով դեր, ուր որ կգտնվին, որովհետեւ բոլորը գարենան քու սերդ վայելել, քու շնորհքդ վայելել ու քեզի նվիրվել ու օրհնյալ կյանք ունենալ, օրհնե մեզ ամեն մեկը այս ուղղությամբ եւ բոլոր անոնք, որոնք պետք ունին քու շնորհքիդ ու ողորմությանդ եւ սիրույթ աշխարհի մեջ, փառքիդ համար կխնդրենք այս բոլորը մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով, որն գվայել է փառք, իշխանություն եւ բադիվ հիմա ու հավիտյանց։ Ամեն։ Աստծո խոսքի պատկամեն առաջ եկեք միասին ոտքի վրա երգենք 6-րդ երգը։ Երգ թիվ 6 ամեն դեր երթամ ես Տեր Հիսուսի հետ։ Երգ թիվ 6 Տեր Հիսուսի հետ, ամեն դեր գապահով ես իսնահավետ, առանց իրեն ոչ մեկ դեր գլամ ուրախ, ամեն դեր Հիսուսի հետ կերտամ անվախ, ամեն դեր անվախան վրտով, ամեն դեր պրջիս հետ կերտամ ես չեմ գարոտ, բարեկամ երբ զիս լքեն Հիսուս է մոտ, թե պաշին սլավ այլ մդարաբանած, Հիսուս դենիս կլադուն պարած, ամեն դեր, համախան բրտով, ամեն դեր պրջիս հետ երթամ աբահով, ամեն դեր ես Տերոջ մոտննչել գրնամ, թե ըլլա որ հոս աչքերս ալ չփանամ, բայց Տերոջ փողին ցայնեն երբ արթնամ, Հիսուսի պայծառ թե միտքը շտանամ, ամեն դեր, անվախան բրտով, ամեն դեր պրջիս հետ կերտամ աբահով։ Ամեն։ Այսօր շատ ուրախ ենք, որ մեզի հետ է բարոն Հարութ Ներսեսյան և արիտը իրենք ուզենք տալ, որովհետեւ Աստծո խոսքի պատգամը այսօր ինք փոխանցե։ Գանխայտ շնորհակալություն եւ Տեր օրհնե։ Փայլույս
Վստահ եմ թե լավ ենք։ Պիտի չարցնեմ, ինչպես ենք, վստահ եմ թե լավ ենք։ Երևակայեցեք, որ Փարի մարդը, եկեղեցասեր մարդը Հիսուսի գմոդենա շատ անգետ սրդափուխ հարցումով մը։ Եվ գանգալենք, որ Հիսուս իրեն ինչ տեսակ պատասխան տա։ Երկու դեպքեր կան, ուր Հիսուս այսպիսի մարդոց շատ վիրավորական, ապտագող պատասխան կտա։ Մեկ հատը հարուստ իշխանին պատմությունն է, որ քիչ առաջ մեզի գարտացվեցավ, եւ այս պատմությունը Մատթեոս, Մարգոս եւ Ղուկասի մեջ է։ Եվ չորրորդ պատմությունը գա, երկրորդ պատմությունը գա Հովաննու ավետարանի մեջ։ Եվ այս երկու պատմություններում բիտնայինք այս 4 ավետարաններն անդրադառնալով եւ 3 նյութերու պիտի անդրադառնանք հարցումը եզակի է հարցումը the question Հիսուսի պատասխանը Jesus answer թարցիալ եզակի եւ արձագանքները the reactions հարցումը պատասխանը արձագանքները հարցումը Հիսուս շրջապատված է մեծ ամփոխով ինչպես շատ հաճախ եւ որ այս երդասարդ հարուստ եւ իշխան մարդը ուգասիրեն իշխան գսե գված է Հիսուսի մոտ Հիսուսի արչեւ ձունգի գուքա ըստ Մարգոսի եւ իրեն կարևոր հարցումը կհարցնի Ինչ պետք է անեմ որ հավիտենական կյանք ունենամ Առաջ մեկ հատ կուզեմ որ անդրադառնանք ով էր այս երիտասարդը հայերեն լեզվի մեջ բադանի գսե անգլերենով young man գսե young rich man հավանաբար 20 տարեկանի շուրջ մեկն էր երիտասարդ էր հարուստ էր եւ իշխան էր Ղուկաս ավետարանիչ իրեն համար իշխան գսե իշխանություն ուներ հեղինակություն ուներ yet power երիտասարդ տարիքին հիմա եթե սով ուրիշ բան չգիտնայի ասմարտու մասին երիտասարդի մասին պիտի ասեի որ հավանաբար երիտասարդ հարուստ իշխանություն ունի պաշտոն ունի ամփորձ ուրեմն շփացած երես արած լքստված կսեն Հայաստան մեկն էր բայց ոչ այս մարդը մեզ գզարմացնե որովհետև շատ գրոնասեր էր devoutly religious եւ խոնար ինչպես իր խոնարհությունը գտեսնենք իր գրոնասերը լալը ըստ իր հասկացողության օրենք ամբողջ կբահեր դասբadviranներ եւ ամբողջ օրենքը կբահեր ըստ իր հասկացողությամբ նաեւ խոնար էր գիտակցի որ իր մեջը պագաս փամ մգա սխալ փամ մգա թեպետ օրենքը կբահե պագաս փամ մգա գիտակցի ասիկա խոնարհություն կբահանջի Հիսուսի մոտ գմոդենա հարցումով Հիսուս ոչ պաշտոն ունի, ոչ թրամ ունի, ինքը պաշտոն, թրամ, հարստություն Հիսուս գքարոզ է, բայց ոչ մեծ ընտանիք է եկած է, ոչ հարստություն ունի կհամարցակի Հիսուսի մոտենալ հարցում հարցնելու կնշանակի խոնար է Եվ չի պավերասի գայ գլազե Հիսուսի մոտ Հարուստ մարդը իր դիկնիտին գբահե Ձանր գքալե Ոչ թե միայն գվազե Հիսուսի մոտ ձունգի գուքա Հիսուսի արջև Ասիկա պավերան խոնարություն գբահանջե Եվ ժողովրդի արջև է ադալ հաշվի արեքը Մարդիկ գտեսնեն գոր Գջանչնան երդասարտին Գտեսնեն գվազե Հիսուսի արջև
Եվ այդ երդասարտն է, որ գուզես եկեղեցիիդ մեջ ունենալ, գուզես քու երդասարտացից մեջ ունենալ, թերևս գուզես որ քու երդասարտացից առաջնորդը լա։ Այդ միսի երդասարտ մնե, բարի աստվածավախ գրոնքը հավատքը բահող մեկն է։ Եվ իր հարցումն է, բարի վարդապետ, ինչ բարի կործեմ, որպեսզի հավիտենական կյանքը ընդունիմ։ Եվ այս հարցումը շատ ավելի խորունգ է, քան եւ ավելի լայն, քան ինչն եմ, որ հավիտենական կյանք մտնեմ։ Խորքի մեջ այս մարդը գուզեր գիտնալ, ինչ ընեմ, որ Աստծոց գամքը հրածլամ։ Գուզեր Աստծո հաճելի լար, գուզեր Աստծո գամքին համապատասխան ապրիլ։ Առաջ որ Հիսուս իրեն վերջնական պատասխան մգուտա, խոսակցության կբռնի այս մարդուն, օրենքը բահելու մասին։ Հիսուս իրեն գսե, որ եթե օրենքը սպահես, անշուշտ երկին պիտի երթաս։ Եվ այս երիտասարդը իրեն կպատասխանե գսե, այս բոլորը ես բահած եմ, ադոնք ամենքը մանկությունես ի վեր բահեր եմ։ Ալ ինչ բան ինձի կբաքսի։ What do I still lack? Մարդը կգարձեր, որ ինքը օրենքը կբահե, բայց խորքին մեջ գիտեր, որ փամը շիդակ չէ, փամը կբաքսի գոր։ Եվ Հիսուս կհասկնա այս մարդուն խնդիրը եւ պատասխանը տալու պատրաստ է։ Պատրաստ է հյուրիական ռումբը նետելու այս մարդուն վրա, ապտակելու այս մարդուն իր պատասխանով։ Բայց առաջ որ պատասխանին արտադրնանք, ծանոթանանք Նիկոդեմոսի եղբոր։ Հովանու ավետարանի մեջ, ինչպես ասի քիչ առաջ Մատթեոս Մարգոս Ղուկասը գսե աս մասին եւ Հովանու ավետարանը գխոսի Նիկոդեմոսի մասին։ Նիկոդեմոսը հարուստ էր, իշխանություն ուներ, Սանհեդրինի անդամ էր, որովհետև Նիկոդեմոս հարուստ դարեց հարուստ իշխաններ, եթե գուզեք։ Առաջինը երդասարդ հարուստ իշխաններ, այսալ Նիկոդեմոս դարեց, տարիքով մեծ հարուստ իշխաններ։ Փարիսեցի էր եւ հուրիական պարլմանին, եթե գուզեք Սանհեդրինին անդամ էր։ Եվ Նիկոդեմոս եւ այս հարուստ իշխանը շատ ծևերով իրար նման են։ Երկուքն ալ հարուստ իշխանավորներ են, երկուքն ալ բծախնդրորեն օրենքը կբադային, որովհետև փարիսեցիներ ջանցված են, շատ բծախնդիր օրենքը կբահեին։ Երկուքն ալ մտահոգ են իրենց հավիտենական կյանքով, երկուքն ալ անգեղծ էին եւ քաչ բավարար ունեին քաչություն, որ մոդենան Հիսուսի։ Շատ նման են աս երկուքը։ Երիտասարդին նման Նիկոդեմոս ալ Հիսուսին կմոդենա, պատասխաններ կփնտրե։ Թեպետ Հովանես չսեր Նիկոդեմոս ինչ հարցուց Հիսուսին, չսեր, հետաքրական է ինչու չսեր, բայց Հիսուսի պատասխանին կհասկանանք ինչ կսե, ինչ հարցուց։ Նիկոդեմոս գուզե գիտնալ իր կյանքի մեջ ինչ կբաքսի, հակառակ որ ամեն ինչ կնե ըստ օրենքին, իր հասկացողության։ Ինչ պետք է որ մտնե թագավորություն։ Ըստ նույն հարցումն է որ հարուստ երիտասարդ իշխանը հարցուց։ Ուրեմն երկուքն ալ երիտասարդ եւ դարեց Հիսուսի կհարցնեն ինչ պետք է որ հավիտենական կյանք ունենան։ Հիմա դառնանք Հիսուսի պատասխանին։ Երիտասարդ իշխանին Հիսուս կսե, թե որ երիտասարդը կբնթե որ ինքը օրենքը կբացե, Հիսուս իրեն շատ վիրավորական պատասխանը կուտա, որը հյուրիական ռումբի նման կբայթի երիտասարդին գլխուն վրա։ Հիսուս կսե, եթե գուզես կատարյալը լալ քնա ունեցածը ծախե, դուր աղքատներուն ու երկինքը քանց պիտի ունենաս եւ եկուր իմ ետևես։ Թույլ տվեք paraphrase-ն եմ, իմ բարերով ասեմ Հիսուս ասել երիտասարդին ինչ ասավ։ Երիտասարդ,
Տուն կգարձես, որ տուն օրենքը կբահես։ Տուն օրենքը չես բահեր։ Քեզի փաստեմ երդասարդ։ Սկսենք առաջին օրենք են։ Ինձ մեզ զատ ուրիշ ածվածներ չունենաս, առաջին բատվիրանը ասե։ Տուն իրապես այս բատվիրանը կբահես գոր։ Եթե այո, ուրեմն խնդիր բիլի չունենաս, ես քեզ մեկը խնդրեմ, որ ունեցածը ծախես, աղքատներ ուտաս, երևես կաս։ Քեզ համար խնդիր չէ, որովհետեւ տրամ քո ասվածը չէ, դու գնաս այդ տրամեն ծերպազատվել երևես կալ։ Բայց դու երիտասարդ չես կրնարնել, որով քո ամբողջ identity, ինքնությունդ, հույսդ, ամբողջ մտածելակերպդ, քո հարստությանդ, իշխանությանդ եւ ճաշտոնիդ վրան են։ Իրականության մեջ երիտասարդ տուն կպաշտես քու տրամդ, տուն կպաշտես քու ճաշտոնդ եւ տուն կպաշտես այդ բոլոր ընկերները եւ խալիկները եւ բաները, որ քու տրամդ քեզի կփերե։ Ouch! Գցավցնի աս պատասխանը։ Երդասարդ այսպիսի պատասխան չեր սպասեր գոր, որովհետև ցնցի չէր։ Թանակ Նիկոդեմոսին, Հիսուս ինչ պատասխանեց Նիկոդեմոսին։ Նայեցանք հարցումին, հիմա պատասխանին գնայինք գոր, նայեցանք իշխանին երդասարդին պատասխանը, հիմա Նիկոդեմոսին։ Հիսուս այստեղ ալ գցնցի այս մարդուն։ Ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդ մնորեն չի ծնանի, չի գրնար Աստծո թագավորությունը մտնել։ Նիկոդեմոս կուզե որ գիտնա ինչպես Աստծո թագավորությունը պիտի մտնե, եւ հիմա Հիսուս կսե պետք է նորեն ծնանիս։ Այս պատասխանն ալ Նիկոդեմոսի վիրավորական է։ Թույլ տվեք ես նորեն իմ բարերով սսեմ ցեզի Հիսուս Նիկոդեմոսի ինչ կսե գոր։ Նիկոդեմոս դու կգարձես, որ Աստծո թագավորությունը պիտի մտնես, որով փարիսեցի ես, ամենայն բծախնդրությամբ օրենքը գուսումնասիրես, կմեկնաբանես, կսորվեցնես եւ կբահես։ Քու ամբողջ ինքնությունը փաթված է քու փարիսեցի ըլլալուտ մեջ, Սանհեդրինի անդամ ըլլալու մեջ, հեղինակություն ունենալու մեջ, Նիկոդեմոս տուն քիշերով քովս եկար, որովհետև վախցար, մարդիկ քեզ տեսնեն ինձի հետ, ես փապուլոր մեկը չեմ, սիրված մեկը չեմ ղեկավարության կողմեն, քեզ վախցար, որ քեզ Սանհեդրինեն դուրս կնետեն, քեզ գարժեքազրկեն, եւ ադոնոմար քիշերով Նիկոդեմոս քովս եկար։ Տուն քու ճաշտոնդ ինձ մե ավելի կսիրես, հարստությունդ ինձ մե ավելի կսիրես, Նիկոդեմոս։ Ուրեմն եթե գուզես կոր երկինք երթալ, քու ամբողջ արժեքահամագարքդ, value system, world view, աշխարհայացքդ, քու ամբողջ մտածելակերպդ պիտի մերնի թաղվի եւ նորը քա, նորը վերստին պետք է ծնիս։ Նոր Նիկոդեմոսը պետք է սիրա Աստուծո ամեն բանը ավելի։ Պետք է Աստծո բաշտե եւ միայն Աստծո։ Իր կյանքին գետրոնը պետք է Աստվածը լա, Նիկոդեմոս։ Ouch! Ասալ հարված է Նիկոդեմոսի։ Այստեղ գտնվի շատ կրոնասեր, եկեղեցասեր, հարկված մարդ, եւ Հիսուս կսե, որ ինքը պետք է լման փոխվի։ He needs an overhaul։ Երկու մարդ կմոտենան Հիսուսի նույն հարցումով։ Ինչպես կմտնենք Աստծո թագավորությունը։ Մեկուն գսե ամեն ունեցածդ պիծախես, մույսին գսե որ պետք է վերստին ծնիս։ Մագերեսի մեջ աս երկու պատասխանները դարբեր են, բայց խորքին մեջ նույն պատասխանն է Հիսուս կուտա երկուքին ալ։ Եվ Հիսուսի պատասխանին էությունը հետևյալ գեդերում մեջ է։ Ժողովուրդ Հիսուս կսե դուք չեք կրնար օրենքը պահել, ուզեկնալ չեք կրնար, երկուքը դալ օրենքը խախտած եք արդեն, առաջին օրենքը խախտած եք ցեզի փաստեցի, դուք կպաշտեք ծեր ինքնությունը, ծեր բադիվը, ծեր տրամը, ծեր ինչ որ ունիք, բաշտոնը, դուք ասում
Աստծո ավելի ադիգա գբաշտեք։ Դուք չեք գնասո թակավորությունը մտնել ծեր չանքերով, չեք կրնար։ Ձեր ամբողջ կրոնաբաշտությունը ծառայությունը եկեղեցիի մեջ է, բոլոր բարիքորձերը բավարար չեն, որ դուք երկինք մտնեք։ Կրնակ Աստծո թակավորությունը մտնել միայն ու միայն Աստծո շնորհքով, բայց պետք է ցերբազատվիկ ձեր մյուս աստվածներեն, չաստվածներեն եւ պետք է վերստին ծնանիք։ Պետք է ձեր մտածելակերպը փոխեք, աշխարհամագարքը, աշխարհայացքը պետք է փոխեք։ Եվ պետք է սորվիկ Աստծո վստահիլ եւ միայն Աստծո վստահիլ, որ ցեզ բրգե։ Նայեցանք Հիսուսի ուղված հարցումին, պատասխանին Հիսուսի տված եւ հիմա դառնանք արձագանքը, որ այս երկուքը դվին Հիսուսի։ Նիկոդեմոս ինչպես արձագանքեց, ինչ պատասխան տվավ Հիսուսի, հստակ չէ, քրված չէ, բայց քրված է։ Հովանու Ավետարանիչ ավելի ուշ երկու դեր կանցրատարնա Նիկոդեմոսին։ Երբ որ Սանհեդրինի ժողովին, հրեական պարլամանի ժողովին Հիսուսի կհարցակեին, Հիսուսի կմեղացրեին իր բացակայության, Նիկոդեմոս ոտքի կգայնի բոլորին առջև եւ Հիսուսին կպաշտպանե։ Այդ մարդը որ քիշերով եկավ Հիսուսին եւ Հովանու Ավետարանը չգսե, այդ որ քիշերով եկավ, այդ Նիկոդեմոսն է, հիմա ոտքի գելե Սանհեդրինին եւ համարցակորեն գսե, միթե մեր օրենքը մարդ կթադե, եթե առաջ անգեփամը չլսե եւ չգիտնա ինչ կնե։ Հիսուսի բացակայության զինք կմեղադրեին եւ Նիկոդեմոս միագն է գունենա քաչությունը, այդ վախկոտ Նիկոդեմոսը, որ ոտքի գելա եւ Հիսուսը կպաշտպանե։ Հիսուսի մահվնե վերջ նորեն Հովանու Ավետարանիչ կսե Նիկոդեմոսը հազարավոր դոլարներ կծախսի այսօրվա դրամով կքնե զմուրսի ու հալվեի խառնուրդը, a mixture of myrrh and aloes, որ Հիսուսը թաղեն ադոր մեջ, ըստ իրեն սովորույթին։ Նիկոդեմոս փոխված մարդ մներ, Հիսուսի հետ հանդիպում են։ Հիսուսին ավելի կսիրեր, քան իր պաշտոնը, քան իր հարստությունը։ Երիտասարդին արձագանքը ուրախ ավարտը չունենար Նիկոդեմոսի պես։ Մատթեոս Ավետարանչի գսե, որ երբ բադանին այս խոսքը լսեց, այսինքն Հիսուսի խոսքը, դրդմած քնած, վասնզի շատ ստացվածք ուներ։ Մարգոս Ավետարանչի գավելցների կարևոր մանրամասնությունը գսե, անգլերենով his face fell, իր երես գախվեցավ, խոժոր թեմ կարավ գսե հայերենով, դրդմած քնած, խոժորելով։ Երիտասարդ հարուստին պատասխանը արձագանքի 3 բաժինները կա, մեզի Մատթեոս Ավետարանը չգսե, դխուր քնած, հուսախապ քնած եւ իր երեսը խոժոր Հիսուսը հերացավ գսե։ He walked away. Հուսահատեր, որովհետև գագնգալեր լման դարբեր պատասխան Հիսուսը։ Վերջի վերջո ես եկեղեցիի մեջ կծառայեմ, 3 ճաշկերույթին ահագին հոգնեցա, ահագին տրամ գուտամ եկեղեցին, անպայման Հիսուս ինձ պետք է ընդունի։ Երիտասարդը այդպես կմտածեր, եւ երբ որ Հիսուս ուրիշ բան ասավ, հուսախապ եղավ։ Ինքը դխուր էր նաեւ, որովհետև խորքի մեջ կսիրեր Հիսուսին, կհավատար Հիսուսին, իր սրտի մեջ բաժին մգար, որ Հիսուսին կսիրեր, եւ գիտեր, որ Հիսուս շիդակ է խոսածը, բայց անկարող էր եւ unwilling, դրամատրված չէր իրական ճշմարտությունը դիմակրավելու
Եվ ճշմարտությունը այդ էր, որ իր տրամը իր Աստվածն էր, ոչ թե Հիսուս։ Եվ գսե հեռացավ Հիսուսը, ինչու հեռացավ Հիսուսը, գիտեք, որովհետև Հիսուսի ներկայությունը իրեն անհանգիստ կներ։ Հիսուս իրեն գհիշեցներ իր ով եւ ինչպես ըլլալը։ Ինչպես որ մեկը ցավ գունենա, գվախնա բժիշկի էր տալու, բժիշկ իրեն գնա վատ լուր տալ, անանք որ բժիշկի չէր տար։ Մարդը գսե վերջերս աչափ գարթացի, ձխելու, խմելու եւ անարակ կյանք ապրելու վնասներում մասին, որ որոշեցի այլևս գարթալը թաթարել։ Այս մարդը նույնը ըրավ։ Հիսուսը հեռացավ, որովհետև Հիսուսի ներկայությունը իրեն անհանգիստ կներ։ Մի քանի մտքեր փակելու համար։ Երիտասարդ հարուստ իշխանին պատմությունը տրամի մասին չէ։ Նիկոդիմոսի պատմությունը ապաշխարության մասին չէ։ Այս երկուքեն շատ ավելի լայն եւ խորունկ հարցեր կան այստեղ։ Այս երկուքը այսօր ինձի եւ մեզ ամեն մեկուն այստեղ հարցում կհարցնեն։ Երեք հարցում։ Մտահոգ ես Աստծո թագավորությունը մտնելու համար։ Ունիս քաջությունը Աստվածաշունչը բրբդելու, ժամանակ տալու եւ քու հոգիդ խորքերը դեպ մտնելու, հասկանալու որ դու պիտի մտնես թագավորություն։ Ունիս խոնարհությունը, բավարար խոնարհություն, ընդունելու որ դու Հիսուսի պետք ունիս թագավորությունը մտնելու համար։ Եվ ունիս խոնարհությունը Հիսուսեն օգնություն խնդրելու։ Եթե պատասխանդ այս է, այս հարցումներուն, կմոտենաս Հիսուսին, եւ ինքն ալ քեզի նույն հարցումները պիտի հարցնե, ինչ որ մյուս երկուքին հարցուց։ Ով է քու ճշմարիտ Աստվածդ։ Ով է։ Կամ ինչ բանը կբաշխես ամեն բանը ավելի։ Ինչ բանը կսիրես Աստծուց մե ավելի։ Ինչ բանը հրապատրաստ չես հրաժարվելու։ Ինչ բանը պատրաստ չես հրաժարվելու, եթե Հիսուս քեզի հարցուց։ Ինչ այդ մեկ բանը, որ եթե գործընծուցիր, պիտի չուզես այլևս ապրիլ։ Քու գործդ, career-դ, հարստությունդ, հանգիստ կյանքդ, համբավդ, մարդկային ակնոցով, քու զավակներդ։ Ինչ այդ մեկ բանը, որ եթե փնտրես, ինչ այդ մեկ բանը, որում մեջ տուն հույս, ապահովություն, իմաստ, significance եւ արժեք կգտնես։ 11 օր առաջ մտանք 2026-ը թիմավորեցինք։ Եկեք նոր տարվա որոշում առնենք այս հարցումները հարցնելու մենք մեր անձին։ Աստված բոլորս օրհնի։ Շատ շնորհակալ ենք Հարութ եղբորմեն այս գեղեցիկ պատգամին համար։ Հիմա ժամանակ տանք մեր սիրո նվերները տալու Աստծո։
Պաշտամունքը վերջացնենք դերունական աղոթքը ոտքի վրա երգելով։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղիսի անուն քո, Եկեսե արքայություն քո, Եղիսին գամ քո, որպես երգինս և երգրի, սաց մեր հանաբազոր, դուր մեզ այսօր, թող մեզ զբարդիս մեր, որպես և մեկ թողոք մերոց արդաբանած, և մի դանիր սմեզի փորձություն, ահանբեր կյայի ճարեն, զիքոյ է արքայություն և զորություն և փառք Հավիդյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը, Հոր Աստուծո անբատմելի սերը և Հոգևոր Սրբո հաղորդակցությունը ու բահաբանությունը մեր բոլորին հետ լա։ Ամեն։